Պետք է մամաներին օգնել, պետք է մամաներին օգնել, չկարել մամաներին խանգարել, որ գործեր անում են, չկարել պետք է մամաներին օգնել, մամաներին օգնել, մամաները նվանան։ Մենք լավ արարքների մեջ մենք նաև մի նկար ունեինք, որտեղ ցույց էր տալիս հերթին սպասել։ Ես ասեցի չէ, որ հերթին սպասելը շատ լավ արարք է։ Հիմա ես ուզում եմ ձեզ մի հեքիաթ պատմել մի կատվի մասին, որը հերթին սպասել չէ սիրում։ Հիմա եկեք տեսնենք այդ կատվի հետ ինչ է պատահում։ Կատուն շատ էր սիրում խաղալ, բայց երբ ընկերները գալիս էին խաղալու, կատուն չէր սպասում իր հերթին։ Երբ նապաստակ ուզում էր գլորել գնդակը, կատուն առաջ էր բազում։ Երբ շունը ուզում էր խորանարդիկները դասավորել, կատուն ամբողջը քանդում էր։ Մի օր ընկերները տխուր նստեցին։ Մենք էլ չենք ուզում խաղալ, ասաց նապաստակը։ Դժվար է, երբ մեզ չեն լսում, ասաց շունը։ Կատուն հանկարծ զգաց, որ մենակ է մնացել։ Նա մտածեց ու գնաց ընկերների մոտ։ Կարող եք նորից խաղալ ձեզ հետ, բայց խոստանում եմ, կխաղանք հերթով և իրար կլսենք։ Ընկերները ժպտացին, բոլորը հերթով խաղացին ու խաղը դարձավ շատ ուրախ ու հետաքրքիր։ Հավանեցիք հեքիաթը։ Իսկ ճիշտ էր անում կատուն, որ բոլորի ձեռքից խաղալիքները վերցնում էր։ Իսկ ընկերները ճիշտ արեցին, որ պատժեցին կատվին։ Այո, մենակ թողեցին։ Չի ասեցի, դե եթե չես ուզում մեզ հետ խաղալ, ուրեմն գնա ինքդ էլ խաղա, մենք քո հետ չենք խաղա։ Եթե մենք էլ այդպես վարվենք մեր ընկերների հետ, մի օր ուղղակի մենակ կմնանք, էլ որ ոչ մեկ մեզ հետ չի խաղա։ Ահա, հիմա տեսեք, մի խաղ ենք խաղալու միասին, որտեղ պիտի հերթով իրար սպասելով խաղանք։ Կտեսնեք ինչ գեղեցիկ խաղ կստացվի, դա։